Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվոյին Սրբո, ամեն։ Այսօր սիրելի ավադացյալներ, եկեղեցվո դիսական օրացուցին համաձայն թարգմանչած տոնի գիրագին է։ Երեք եկեղեցին տոնեց թարգմանչած տոնը եւ քիչ առաջ ամենքը տալ լսեցիք այդ ավետարանական հատվածը, որ քաղված էր Մարգոսի ավետարանեն 13-րդ գլուխ 35-ն 44 համարները, ուր երեք գաղափարներ կշշափվին անոր մեջ։ Առաջինով Հիսուս կբացատրե, թե ժողովուրդները քաղաքական կյանք են առաջ եւ ավելի, պետք է պարոյական կյանքին ցկտին, որտի Դավիթի մեջ Դավիթի քաղաքական կահուն հաջորդը փնտրել է ավելի, պետք է ճանալ տեսնել մանավանդ անոր երկած հոգևոր թարգավորության ներկայացուցիչը։ Երկրորդով խստիվ գբախարագե արտակնահարտար ձևաբաշխությունը, որ ընկերային գենցաղի եւ կրոնական կյանքի մեջ հավասարապես արկերտ գտարնա անգեղծության, երևույթներու տակ խեղդելով հաջող պարոյականը եւ վարգեշտությունը։ Երրորդով իրեններու խղճի մեջ գուզե տպավորել այն տեսությունը, թե հոգևոր նվիրումը ամբողջական պետք է ըլլա եւ ոչ մասնական։ Նվերը կամ բադարակը պետք է ըլլա բոլորանվեր սուրբ ըլլալու համար։ Մարդս պետք է քաջություն ունենա ողջագիզվելու իր բաշտած իդեալին սեղանին վրա եւ ասիկա ճշմարիտ է, որքան անհադիմը, այնքան ասկիմը համար, ոչ թե իր քիչ կամ շատ ունեցած է մասը միայն, այլ ամբողջ ունեցածը դա մարդ բարի նպատակներու։ Այս է ճշմարիտ պարոյականին պահանջը։ Այս սկզբունքը Հիսուս կպատկերազարդե այրին լումային դեսարանովը։ Հիսուս գեցած էր կանցանագին դիմացը, տեսնելու համար, թե ժողովուրդը ինչպես տրամ կցկեր անոր մեջ։ Մարդս պետք է դիտել ոչ այնքան իր ըսածին, որքան տվածին, ոչ թե իր ջարերեն, այլ իր առաքինություններեն, բայց չսխալելու համար իր տադումին մեջ պետք է նայել դվողին ու դուրքին հոգևոր եւ ոչ թե մարմնավոր աչքով, քանի որ դվածին ոչ թե քանակն է, որ գշին է անոր արժեքը, այլ ոգին, որ դալ գուտազայն, ու գերբը նույն ադեն, որով կդրվի անիգա։ Ով բացի Հիսուս գրնար դիտել մարդերն ու իրերը այդ գերբով ու տադել զանոնք ճշմարտապես։ Տեսավ շատ մահարուսներ, որոնք անցան կանցանագին արջևեն, անոր մեջ նետելով շատ բան, գլուխնին բարձր, իրեն ցկած բղինցին տղրտոցը լցնելով կավիթին սրահներն ու մուտքը, անցավ նաև այրիգինը, ամոթխած ու գլխիգոր, երկու լումա ցկեց, ըսվերիմը պես սահեցավ երթալ անհետանալու համար դուրս հոսող ամփոխին մեջ։ Հիսուս դարձավ իր աշակերտերուն եւ ասավ, որ այս գինը ամենեն շատը ցկեց, անոնք իրենց ավելցածեն դվին, իսկ աս իր ամբողջ ունեցածը։ Զարմանալի է, այդ գինը սկիզբեն անանուն ավետարանի մեջ տարեր իվեր իր անգորնչական դեղն ունի քրիստոնեական պարոյական եւ պարոյականի ուկրականության մեջ, բայց այստեղ հարց կծակի, ինչ է գաբը, որ գմիացնե դոնացույցի թարգմանչած դոնը
այրիի լումային կաղապարին հետ։ Ավետարանը, սիրելի հավատացյալներ, կանցանակ է, որուն արջևեն անցան աշխարհի հին քաղաքագիրտ գրեթե բոլոր ազգերը, որոնց մեջ քարոզվեցավ Քրիստոսի խոսքը, հրեաները, ասորիները, եգիպտացիները, հույները, հռովմիացիները ու շատեր։ Ամենքն ալ իրենց ունեցած են, ոմանք իրենց կրագանութեն են, ուրիշներ իրենց մտավոր կյանք են, իրենց ավանդություններ են, իրենց քաղաքական կամ ընկերային կյանքի աստեցություններ են, բանմը անբաժար դվին անոր։ Հրեան իր գրոնքեն, հավատքին կրքեն, իր պաշտամունքին կանոններեն և գերբերեն, ասորին իր մտավորական հայրախոսական կրագանութեն են, եգիպտացին իր նեղ հայեցողական կյանքի այն միտումներեն, որոնք հետո քրիստոնեական վանականությունը կազմակերպեցին Նեղոսի անաբատներուն մեջ, հույնը իր փիլիսոփայական մտքի այն լույսերեն, որոնցով հետո քրիստոնեական տավանության ուղղափառությունը պիտի բանացևեր, հռոմեացին օրենքի և վարչական դրության այն ըմբռնումներեն, որոնք հետո եկեղեցական իշխանության և կարգապահության ոգին պիտի կազմակերպեին, ամենքն ալ դուրքիմը բաժինը իրենց ունեցած են մասը միայն բերին քրիստոնեությանը։ Բայց ով պիտի կարենար ժխտել ժողովուրդներու այդ դողանցության մեջ գտնվեցավ մեկը, ազգը իր թիվով և երկրավոր կյանքի մյուս պայմաններով այդ բոլորեն ավելի փոքր ու նվազ ժողովուրդը, որ ինչպես այրին դաջարին կանցանագին, նույնպես ինքը ավետարանին նվիրեց իր ամբողջ ունեցածը, այսինքն գիրը կամ քրագանությունը, այսինքն իր ազգային գիտակցության ըսկացումը ամբողջովին, դյութազնությունը, այսինքն մեր գոյության գրիվի ուժը, պատմությունը, այսինքն հիշադակի ըսկացումը, փիլիսոփայությունը, այսինքն մեր մտավոր կյանքը բովանդակ, աղոթքը, այսինքն աստվածայինին խորհուրդը ու երգը, այսինքն արվեստին ամենեն կենդանի քնքշությունը, այս ամենը մեր թանկ հարստությունը, որ մեր կյանքն էր, զոհաբերեցինք ավետարանին, ուրիշ բառով քրիստոնյա դարձանք մեր հոգվովն ու անոր բոլոր մասերովը, մեր միտքովը, մեր սիրտովը, մեր խեղճովը, մեր բոլոր իմացական ու բարոյական ցկդումներովը, այլև մենք յուրացուցինք խաչին բարոյականը ասկովին, նույնացուցինք մեր ասկությունը քրիստոնեության հետ, դվինք ամեն ինչ, որ ունեինք և գրնայինք ունենալ իրեն։ Սիրելի հավատացյալներ, Հիսուս կանցանագի մոտ գեցած էր, դեսավ ու դվավ այրիին իր օրտնությունը, եկեսվո հայրերեն մին հարց կուտա ըսելով, դեսավ անыз մեզ ևս, երբ բոլորանվեր անցնադուր եղանք իրեն, երբ ասկովին ընձայվեցանք բադարակ ողջագեզ իր սեղանին վրա, դեսար տունыз մեզ դեր, երբ անուննից կուգինիտ խարնված, արհավիք է արհավիրք, հալածական գվազեինք լերնելեր ու մինչև անաբատներու խորքը ծրված, շվարած հոդերու նման, որոնց հովիվը մերցված էր, դեսար երբեք արյունը, որ արադորեն գհոսեր մեր անցած ճամփաներուն վրա ու միայն քուսիրույթ համար, բայց գրնայ միթե,
վրիբիլ ովևէ բան քու ամենադես նայվածքետ, որ գիտե թափանցել ու քննել նույնիսկ երիգամուկներուն խորքը, այո, մեր տարավոր հավատքն է, հավետ անշեջ մեր անմեր հոգիներու մեջ, որ գսեմեզի թե տունդեսար արտարև ինքզինքնից քեզ զոհաբերելու մեր հոժարությունը և օրտնեցիրըզ մեզ մեր նախնյաց հետ կուգնքած ուխտին հանդեպ մեր ցույց տված այս հավատարմության համար։ Կհավատանք, այո, թե օրտնությանդ այդ շնորհն է, որ մեր մեջ փոխարգվեցավ զորությամը, որ հագարակ շարունակ մեր վրա բայթած ահավորագույն վտանգներուն պահպանեցս մեզ որպես ազգ ու պետություն, նամանավանդ մեր գոյության ամենեն մեծարժեք էության, մեր հոգևոր ու պարոյական կյանքի մեջ, և ահավասիկ այսօր ևս հավաքված քու սուրբ դանդ մեջ, սուրբ մատյանիդ առջև, գուկանք մեր սիրո, մեր հույսի, մեր հավատքի և մեր գոհունակության դուրքը մատուցանելու քու անունիդ և գամքիդ, որում փառք հավիտյանս հավիտենից ամեն։